Վերադարձանք Մեքսիկայից, օրինակ ես որ գնամ Մեքսիկա, այդ բոլոր Ակապուլկո բան ինձ այդքան հետաքրքիր չէր, ինչքան որ գնայի մայաների եւ ացտեկների հետքերով իհարկե։ Իսկ ես կգնայի Ֆրիդա Կալոյի թանգարան։ Ալո, Ֆրիդա Կալո։ Այդ պատմությունը պատմել եմ քեզ։ Չէ։ Հետո կպատմեմ, ոչ այդքան եթերային է, բայց Ալո, Ֆրիդա Կալո հետաքրքիր ծիծաղալի պատմություն է։ Հիմա վերադառնանք այն թեմային, որին մի քիչ դիպչել էինք Արավոջան։ Անուն սարել էինք արդեն, ինչպես ասացինք, այսօր մենք շատ ենք խոսելու արհեստական բանականության, տեղեկատվական անվտանգության մասին, մեր տաղավարում է Cyberhub AM-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։ Եկեք հասկանանք, թե որքան հուսալի է մեր ստացած տեղեկությունը նույն Վիկիպեդիայից, որի ծնունդն է այսօր, ինչպես արդեն ասացինք, ու ինչ մարտահրավերների հետ ենք բախվում, երբ օրինակ AI-ին ենք դիմում եւ մեր փոխարեն ինչ-որ բաներ անում է արհեստական բանականությունը։ Ինձ մի դիմի, ես AI-ին երբեք չեմ դիմի։ Դեռ կյանքումս երբեք չեմ դիմի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարց առաջին, երբեք դուք վերջին անգամ դիմել AI-ին եւ դու Զարը երբես վերջին անգամ դիմել AI, ինչ հարցով։ Տառացիորեն 5 րոպե առաջ այստեղ գալուց եւ խնդրում եմ Առավոտը շանթում։ ասում էի հաղորդման հյուր էին կանչել, խնդրեմ մի հատ հիշեցրու այն կարևոր փաստերը, որ Վիկիպեդիայի մասին արժի իմանալ։ Ահա Որովհետև ակնկալում է ես թեմայով հարց ու տարօրինակ զուգադիպությամբ ասեմ, ինչ ասեմ, Վիկիպեդիան 2001 թվականի հունվարի 15-ին է ստեղծվել։ Ծնունդն է, այո, Վիկիպեդիա։ Ծննդյան օրն է, այնպես որ ձեր հարցը։ Այսինքն դուք 5 րոպե առաջ, Զարա դու։ Ես երեկոյան եմ դիմել, էմոցիոնալ աջակցության կարիք ունեի եւ դիմեցի AI-ին մի քանի խորհուրդ հարցնեմ, հետ։ Կայ զանգերի ինձ։ Չէ, կան հարցեր, որոնք ես ավելի շատ վստահում եմ։ Չէ, կան հարցեր։ Այսինքն դու քո էմոցիոնալ հարցերը Երբեմն չէ, բայց երբեմն արհեստական բանականությունը ինձ թվում է մեզ հարկավոր է նաև արդեն հոգեբան այստեղ, բայց հոգեբան դեռ չէ։ Ունենալու է։ Բայց այստեղ իրականում մտահոգիչ բան կա, որ էմոցիոնալ հարցերով դիմում եք AI-ին։ Իրականում պիտի հասկանանք, որ AI-ը դա թվում է, որ ձեր էկրանն է, ձեր կոմպյուտերն է, երբ ուզեք կանջատեք, իրականում այդքան էլ տեղ չի։ Դրա հետևում այդ AI-ի chat interface-ի մոտ ամբողջ ընկերություն է, որի համար այդ ձեր հարցերը, ձեր պատասխանները, ձեր այդ ինտերակցիան քաշով փող արժի, ոսկի, տառացիոն։ Իրենք դա պահում են շատ հաճախ, ուսումնասիրում են, նույնիսկ վերավաճառում են միգուցե։ Վերավաճառում են, հետո պիտի հասկանանք, որ գործ ունենք Ամերիկայում կա այսպես կոչված third party doctrine, այսինքն եթե դու միջնորդավորված ինչ-որ կապի միջոց ես օգտագործում, պետությունը մեծ հաշվով կարող է դիմել Pfizer Court, հատուկ դատարան եւ ասել, որ ինձ այս մարդու մասին ինֆորմացիա տվեք։ Բավարար է, որպեսզի դուք ինչ-որ մի գործով վկա ճանաչվեք, կասկածյալի կարգավիճակում հայտնվեք, կարող են գնալ այդ ձեր չաթերի ամբողջ պատմությունը դուրս քաշել։ Իսկ եթե ջնջում է, ես ոչ ջնջում եմ։ Իսկ դուք վստահ եք, որ ինքը ջնջում է, ոչ մի տեղ չի պահվում։ Ջնջում է թե չէ։ Այսինքն դուք կարող եք գնալ ձեր աչքով տեսնել, որ այդ ջնջվեց թե չէ։ Իմ սկզբունքը այս կյանքում ամեն ինչի կասկածելն է։ Եվ եկեք հասկանանք, իրականում ախր դա ամենա թանկարժեքն է, այսինքն եթե մարդ ինչ-որ մի բան ջնջում է, եթե ես լինեի AI ընկերության տերը, ամենաշատ դրանով հետաքրքրված կլինեի։ Եթե ջնջում են, ուրեմն կարևոր բան է։ Ջնջելա, ուրեմն կարևոր բան է, այսինքն դա շատ ավելի հետաքրքիր պիտի լինի AI ընկերությունների համար, քան այն ինչ-որ մնում է, որովհետև անվնաս բաներ է մնացել հասկանում։ Արթուր, ինչքանով է մեր կյանք ներխուժ է, Զարան մտահոգվեց։ Զարա այլևս ինձ խնդրում եմ զանգահարի կամ ինչ-որ մեկին էմոցիոնալ քո Արդեն անհանգստացա, բայց էմոցիոնալ աջակցության համար ասեմ, եթե վճարովի վերսիայից եք օգտվում որևէ AI-ի, կա հավանականություն, որ ջնջեք իսկապես կջնջվի։ Դուք վճարովի վերսիայից եք օգտվում։ Հա, լավ։ Սարսենցա։ Հա, այս մեկը բրծանք։ Արթուր, էլ ինչ վտանգներ կան եւ ինչքանով է մտել մեր կյանք, ինչքանով է ներխուժ է եւ ինչ արագությամբ։ 3 տարի առաջ կարծես թե այս հարցը այդքան ակտուալ չէր, չէ։ Հիմա ամեն վարքյան էլ ավելի այն բանը, որ ասում են snowball-ը, էլի իսկապես սարից այո, Մենք օրերս թարմ հետազոտություն հրապարակեցինք Cyberhub մեր տիպի հաբ ունենք, հա, տվյալների պաշտպանության մեր բլոկով, թե Հայաստան պետական մարմինները արդյոք օգտագործում են AI թե ոչ։ Որ կյանք ներխուժելուց են խոսում, դե ով ամենաշնորհքով ներխուժում մեր կյանք, Հայաստանի պետական մարմինները, եւ պարզվեց, որ այո, իսկապես օգտագործում են ընդվում մի քանի աստիճանով եւ համակարգված ձևով տարբեր պետական մարմիններում ինչ որ ծրագրերի շրջանակներում, հա, օրինակ
տառացիոն օրերս Երևան քաղաքապետարանի եւ Yandex Armenian պայմանագիր էին ստորագրել, որ Yandex-ը ապանձնավորված ինչ որ տվյալներ կփոխանցի քաղաքապետարին։ Yandex-ը, այսինքն տաքսի սերվիսը, Դե Yandex-ը ունի տաքսի, քարտեզ եւ այլն, եւ ինքը կարող է դա տրամադրել ինչ որ ինֆորմացիա, որպեսզի քաղաքապետարն էլ դրանով հասկանա քաղաքի ծանրաբեռնվածությունը, ինչ որ կարգավորումներ անի։ Այսինքն AI-ը մեծ հաշվով, մեծ տվյալները, AI-ի մշակումները քաղաքապետարն էսի կոմբինացվում է։ Բայց այլ տեղերել են օգտագործում, օրինակ բազմաթիվ պաշտոնյաներ, կիսահանանուն, օրինակ հոստովաներն, որ իրենք նաև օգտվում են AI-ներից տարբեր գործեր անելու համար։ Այսինքն AI-ը դե ֆակտո արդեն այն աշճանը ներխուժում, որ մենք նույնիսկ տեղյակ էլ չենք, բայց մեր կյանքը կարգավորման ինչ որ հարցերում դա արվում է, ընդ որում մենք լուրջ խնդիրներ ենք հայտնաբերել այստեղ, որտեվ իրավունք էլ ինչ որ դեպքերում չունեն, ինչ որ դեպքերում հիմքերը կիսատ պրակտ են։ Դա իմ իրավունքի խախտումը չի, որ օրինակ իմ միջոցով ստացած ինֆորմացիան ինչ որ մեկը օգտագործում է։ Տեսեք, այդքան էլ այդպես չի, հա, օրինակ Yandex Armenia-ի դեպքում։ Այսինքն, եթե խորանանք, այնպես չի, որ ակնհայտ ինչ որ հանցագործություններից եք խոսում։ Yandex-ը, որ դուք գրանցվում եք, ինքը ձեզ առաջարկում է ստորագրել, այսպես կոչված պայմաններ եւ այո, որը մենք չենք գաղտնիության համաձայնագիր ստորագրը ծանոթանալ, որը պահված է այնպեսի տեղ որ չտեսնեք, հա, եւ դուք ինքնաբերաբար դա ընդունում եք, հավատում եք եւ տրամադրում եք տվյալները։ Բայց մենակ Yandex-ը չի, ասենք դուք բոլորդ օգտագործում եք, չգիտեմ, Android կամ չգիտեմ, Google հեռախոս, հեռուստացույց, դրանց բոլորի մեջ արդեն AI պրոդուկտներ են մտել։ Տառացիոն օրերս Լաս Վեգասում CES-ներ, Consumer Electronics Show, աշխարհի ամենամեծ, հա, էլեկտրոնային տեխնոլոգիաների շոու, այնտեղ ամեն ինչ AI էր, այսինքն նույնիսկ արդուկից սկսած, հա, AI-ներ են արդեն ներդնում ամեն ինչի մեջ մարդիկ, այսինքն վաղը մյուս օրը դուք չեք կարողանալու տեղից վեր կենակ գնաք մի սառը ջուր խմեք առանց AI-ի գործարկման ինչ-որ մի փուլում։ Եվ դա վաղուց է սկսվել, եւ դա ոչ միշտ է վատ։ Այսինքն, երբ ես նայում եմ Երևանի փողոցներում ինչ է կատարվում, ես երազում եմ, որ վարորդների փոխարեն AI-ներ այդ մեքենաները քշեին։ Իմ հոգեկան հանգստության էլ ֆիզիկական անվտանգության համար էլ հաստատ ավելի լավ կլիներ։ Դե Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ տաքսիները կան։ Բայց էլ ինչ վտանգներ ունի AI-ը, որտեղ ինքս շատ եմ կիրառում AI, թե գործունեության մեջ, թե ուղղակի ինչ-որ բաներ գտնելու հետ կապված, ինֆորմացիոն առումով ինքը ինչքանով է վստահելի։ Օրինակ տարիներ առաջ մեկը ես կուրսայիններ գրելը շատ հաճախ օգտվում էի Վիկիպեդիայից, բայց հիմա երեխաները շատ դեպքում օգտվում են AI-ից, այսինքն Վիկիպեդիան մի տեսակ հիմա վերափոխվեց, ավելի AI-ից են օգտվում, ինֆորմացիան որքանով է հստակ, հավաստի է, հուսալի է։ Այս հարցը երկու կտոր ունի, առհասարակ ցանկացած ինֆորմացիա որքանով է վստահելի, հա։ Այսինքն ինչ որ լրատվական կայք գնացի դուք վստահ եք, որ այնտեղ ամեն ինչ վստահելի է։ Մեծ հաշվով process-ը այսպեսին է, գնացիք կարդացիք, եթե քիչ թե շատ կասկածելի հիմքեր է, ասենք եթե գրած եղանակի տեսություն չի, որ ուսամտից նայեք ինքներդ համոզվեք, ուրեմն պիտի գնաք մեկ այլ աղբյուրից ստուգեք։ Սա ուղղակի, այսպես ասած, լավ պրակտիկա է, դուք ձեր համար, ձեր մեդիագրագիտության համար պիտի անեք։ Հետևաբար AI-ն էլ ինչ անում, ինքն էլ գնում է տարբեր աղբյուրներից քերում է ինֆորմացիա, եւ եթե այն աղբյուրը, որից ինքը ինֆորմացիան բերեց, վստահելի չի, ինքն էլ կունենա անվստահելի ինֆորմացիա, բնականաբար։ AI-ները ի տարբերություն սովորական օգտատերերի շատ ավելի, ոնց ասեմ, ճշտապահ են, պահանջկոտ են, իրենք մանրակրկիտ են, այդ բառն էի ուզում, եւ վերջերս գնալով լավացնում են իրենց որակը, նույնիսկ ինչ-որ դեպքում իրենց փաստերն են ստուգում, եւ ես հաճախ AI-ին հարց տալուց ասում եմ, որ պատասխան գտնես, հետո մի հատ էլ ստուգի, ճիշտ է, այդ պատասխանը գտել թե ոչ, եւ ինքը պրակտիկ գործ անում, գնում ստուգում, այնպես որ AI-ին այդ առումով ես ինչ-որ դեպքում նույնիսկ ավելի շատ կվստահեի, քան ինչ-ինչ կասկածելի Չ-կլասի կայքերի։ Ու հետո աղբյուրները կողքերը միշտ բերում է, կարող է։ Հիմա խնդրի երկրորդ կտորը Վիկիպեդիան, իրականում անցած տարի Երևանում կոնֆերանս էր, որին մասնակցում էր on-line Վիկիպեդիայի հիմնադիրներից մեկը, եւ ես իրեն հարց ուղղեցի այդ ժամանակ, ասացի, բայց տեսնում եք, չէ՞, որ AI-ները Վիկիպեդիան ուտում են, ծամում, մարսում, դուրս են թքում, ասում դուք դրա դեմ ոչ մի խնդրեմ չեք տեսնում։ Ինքը ասաց, չէ, իրականում ընդհակառակը,
ասած Վիկիպեդիան շատ լավ աղբյուր է, եւ մենք այդ կարող ենք քննարկել ինչու, այսինքն այնտեղ մի քանի մակարդակի մոդերացիա կա, գրաքննություն կա, հստակ սկզբունքներ կան եւ վատ կոնտենտն էլ արագ վերածվում է կամ ճշտվում է։ Եվ ասում էր, գիտեք ինչ կա, ես ուզում եմ, որպեսզի այդ AI-ները, այսպես թեմս անխուսափելի է որ կլինեն։ Գոնե նորմալ ինֆորմացիայի վրա պարապեն։ Գոնե ստուգված ինչ-որ չափանիշներ անցնող ու ասում է ես ինքս նույնիսկ կողմ եմ որ AI-ները Վիկիպեդիայի ինֆորմացիան վերցնեն ու տան ճիշտ է իրենց տրաֆիկը կնվազի դրա արդյունքում բայց գոնե ասում է AI-ների որակը թող լավանա եւ ես դա ինձ համարել եմ սկզբունք որպես ворթեգր ես ին որևէ կայք չեմ փակում ասում թող AI-ները գան իմ կայքերը հիմնական կայքերը որոնցից արժի ինֆորմացիա դա սովորեն ոչ թե գնան օրինակ ինչ-որ ադրբեջանական ֆեյք կարդան Հայաստանի մասին։ Այո, դա շատ կարևոր է, որ նրանք ինչքան շատ ինֆորմացիա լինի, այդքան նրանք այդ ինֆորմացիան ավելի շատ կարող են перелопатить անել։ Իդեպ այդ առումով հայկական Վիկիպեդիայում, ասեմ ձեզ, շատ լուրջ ծավալ է ինֆորմացիայի, մոտ 300,000-ից ավելի հրապարակում կա։ Բայց դեռ այդքան լուրջ չի, ինչքան որ մեր հարևաններինը, չէ՞։ Լուրջ է լա, նայեք, մեր Վիկիպեդիան այնտեղ իր միջազգային ռեյտինգով հայկական Վիկիպեդիայի խորության, հա, գնահատականը 38-րդ տեղում աշխարհում։ Խորության, այսինքն հոդվածների մանրակրկիտություն, ճշգրտություն դրա վրա աշխատվածության քանակով 78-րդն է, այսինքն դե բնական է հայերի քանակը քչոտ է, այսինքն այդքան վատ տեղերում չեք։ Շատ լավ տեղերում։ Ինձ մի ուրիշ հարց է հուզում։ Նայեք, Զարան շատ կարևոր բան ասաց, որ ասաց, որ ուսանողները, աշակերտները շատ են օգտվում ChatGPT-ից, բայց այդտեղ այլ խնդիր է կա, որ ուսուցիչները եւ դասատուները դաս պատրաստելուց են օգտվում ChatGPT-ի։ Այսինքն երկուսն էլ մի աղբյուրից են օգտվում եւ այդ ուսուցիչ աշակերտ անիմաստ է ստացվում, էլի, այսինքն կարա աշակերտը միանգամից ինֆորմացիա ստանա ChatGPT-ից, էլի իմաստը որում է։ Եթե նա պատրաստում է ChatGPT-ի օգնությամբ դասին, հետո աշակերտը ChatGPT-ի օգնությամբ գրում այդ ռեֆերատը տալիս է, հենա թող գնան ChatGPT-ի հետ շփվեն, բրծնեն, իրենց կրթությունը ստանան։ Կամ արդյոք այդ կրթությունը մեզ պետք է թե չէ, որովհետև 30 տարի անց համոզված են, որ արհեստական վանականությունը շատ ավելի արագ կարող է մարդու, չգիտեմ, վնասվածքների հարցերում օգնել մեզ, ասել ռակ չի, եւ այլն, քան ամենապատրաստված բժիշկը։ Այդ իմաստը ինչու՞մն է այդ ամեն ինչի, կրթություն ստանալու։ Տեսեք, քանի որ ես կրթության փորձագետ չեմ, կրթության բաղադրիչ չեմ, մի քիչ տակը կանենք, կգարենք։ Ես իմ մասով պատասխանեմ, որպես մեդիայի մասնագետ, ես կարծում եմ շատ օգտակար է, որ եւ ուսուցիչները եւ աշակերտները սովորեն AI-ի հետ շփվել։ Կրթության մասին չենք խոսում ենք առհասարակ կիրառական կարողության համար։ Ես կարծում եմ, որ AI-ը արդեն իրականություն է, դրանից բրծում չունենք։ Լավ է, որպեսզի բոլորն էլ սովորեն դա մաքսիմալ լավ կիրառել։ Եվ իմ կարծիքով կրթության փորձագետները խնդիր ունեն անելու մշակել մեխանիզմներ, որ այս իրողությունը հաշվի առնեն։ Այսինքն օրինակ երեխեքին այնպիսի հանձնարարություն տան, որ AI-ով անեն, հետո էլ ստիպված լինեն դա ինչ-որ մարսել, մշակել, ստուգել։ Ուսուցիչներին այնպիսի վիճակում տնեն, որ այո, AI-ով իրենց համապատասխան գործը անեն, բայց ինչ-որ մի ձև իրենք էլ ակտիվ գործողություն անեն, որ մի կոնտենտը ստեղծեն աշակերտներին ստուգելու։ Եվ ես դրա մեջ խնդրեմ չեմ տեսնում։ Ես խնդրեմ չեմ տեսնում, որ ես օրինակ այսօր ձեր մոտ գալուց առաջ Վիկիպեդիայի մասին այն ինչը գիտեի, փոխանակ մի 10 էջ կարդամ, AI-ին ասեմ մի հատ համակարգված նորից բեր, ես արագ հիշեմ։ Բայց եթե մարդը պատրաստված չի, որպեսզի ինքը ճանաչի սուտը սխալը կամ փորձ անի, հաստուգի, իրան օգուտ չի տալու։ Եվ առհասարակ ես հիմա նայում եմ, մի քվա երիտասարդ սերունդը սովորում է ոչ թե դպրոցում այդ 40 ժամ ցած անշարունակով, այլ ռիլերով, հա, Instagram-ի, TikTok-ներով, շուտ խաղերում ուրիշներ շփվելով ու լավ է, որպեսզի գոնե իրանք ունենան իրենց լեզուն հասկացող reference point, հա, այսինքն AI ունենան, որին կարան հարցեր տան, AI ունենան, որին նույնիսկ էմոցիոնալ ինչ-որ հարցերով կարողանան դիմեն։ Իհարկե ընկալելով նաև այն, որ գուցե ինչ-որ պայի, ինչ-որ տվյալներ կարող են հայտնվել արտահոսքերում կամ երրորդ ձեռքում։ Այդ ռիսկը հասկանանք, բայց AI-ից վախենալ ուղղակի, որտեղ մենք չենք հասկանում դա ինչ է, այդ իմաստ չեմ տեսնում։ Ընդհակառակ ես կարծում եմ մենք որպես երկիր կշահենք եթե շատ ինտենսիվ օգտագործենք AI-ը, ինտենսիվ եւ ճիշտ։ Ինտենսիվ օգտագործենք, ճիշտ օգտագործենք հանրային կառավարման ոլորտում, որտեղ
AI-ը հաստատ լիքը հարցերում ավելի որակյալ շուտ կոնտենտ է գեներացնում, որոշումներ է կայացնում, քան շատ, չեմ, պաշտոնյաներ, որոնք գնացել են դպրոցում ժամանակ են անցկացրել, հետո համալսարանում են ժամանակ անցկացրել կուրսային արտագաղ, հետո պաշտոն։ Կամ համալսարանում չեն անցկացրել։ Դե ուզում ասեմ ավելի լավ չի, գոնե իմանաս, որ աշխարհի ամբողջ գիտելիքը մարսած AI-ն է, ինչ որ փաստերի վրա որոշում կայացնում ու տալի տվյալ Ես պաշտոնյաներին։ լրիվ համաձայն եմ, բայց եկեք չմոռանանք նաև նրա մասին, որ դա կարող է որպես ինֆորմացիոն զենք օգտագործվել, այսինքն մուտքեր կան, ազատ են, մարդիկ կարող են ներխուժեն, այլ ճանապարհ դեպի տանել եւ այլն եւ դրա մասին է պետք ուտալ։ Մենք այստեղ մեծա օպտիմիստ ու մեծա պեսիմիստ բախման մեջ ենք։ Ես իրականում կողմ եմ, որպեսի վտանգները միշտ ընդգծվեն, ուղղակի վերջերս տեսնում եմ AI-ի նկատմամբ այսպիսի վերաբերում, որ մարդիկ նույնիսկ վախենում են կպնեն դրան, որտեղ օրինակ 2 տարի առաջ բացել են, այնտեղ մենակ անգլերեն է, փորձել են ոչ մի բան չեն հասկացել, փակել են, ասեն էլ վերջ։ Մինչդեռ ես կարծում եմ ամեն դեպքում մենք կշահենք, եթե AI-ից օգտվենք։ Ուրիշ հարց, որ արժի, որպեսզի իսկապես մենք քննարկենք, զգուշացնենք վտանգների մասին։ Էլի վտանգ կա, օրինակ AI-ը սովորել է հիմնականում անգլալեզու, չգիտեմ, արևմտյան մշակույթի բազայի վրա, իսկ մենք այդքան էլ արևմտյան մշակույթ չենք ու դրա հիման վրա գեներացված որոշումները կարող է մեզ չսազեն։ Դրա համար հայեցի չլինեն։ Հայեցի չլինեն, այո։ Բայց ուզում եմ հասկանալ, AI-ը ունի հիշողություն, որովհետև երբ որ ես X ինֆորմացիան էի փնտրում, ինձ դուր չեկավ AI-ի պատասխանը, պատմական փաստերի խեղում էր Հայաստանի հետ կապված, ես AI-ին չհալարեցի եւ երկարուձիգ բացատրեցի, որ դա սխալ է, կան այսպիսի աղբյուրներ եւ ուղարկեցի դրան հույս ունենալով, որ AI-ը ունի հիշողություն եւ հաջորդ անգամ, երբ որ այդ ինֆորմացիան որևէ մեկը հարցնի, նա կհիշի, որ ես իրեն տվել եմ այդ ինֆորմացիա եւ նա դա կփոխանցի։ Արդյոք ունի հիշողություն, թե անիմաստ տանջվել։ Եվ այո, եւ ոչ։ Այսինքն AI մոդելները, որոնք որպես մոդել պրոդուկտացվում են, տրվում են ինչ-որ բանի հիմքում, իրենք արդեն կոնսոլիդացված ինչ-որ մի բան են, եղած զանգվածի վրա սովորել պրծել են։ Եվ որ դուք լավ չեմ բացատրում, ես հասկանում բարդ բառեր ասացի, այսինքն սարքեցին, չգիտեմ, օրինակ ChatGPT 5.2 մոդել, այդ մոդելը ինքը իրանով արդեն ամբողջացած գրանիտի կտոր է։ Սև տուփ է, իրան ասիր ինքը ինչ գիտի դրա իման վրա կպատասխանի։ Ինքը ինֆորմացիա արտաքին աշխարհից, այո, ինքը գուցե սովորել է, որ հարցը պատասխանից առաջ նաև գնա ինտերնետից մի երկու բանկերի բերի լսնի հետը, բայց մեծ հաշվով իր գիտելիքը այդ ծավալն է։ Ինքը չի հիշի իմ ասածը։ Ինքը կհիշի արդեն կոնկրետ ձեր user պրոֆիլի շրջանակով, ինքը հիմա ունի հիշողություն կոնկրետ user-ի մեջ, բայց դա չի նշանակում, որ ես նույն հարցը տամ, ձեր մանրամասն պատասխանը կտա, բայց տեղել կա հավելյալ բլոկ, որ ChatGPT-ին, Gemini-ին, Claude-ը իրենց աշխատողները նաև դիտարկում են չաթերը, պատմությունը եւ այդ զրույցները ինչ որ պայից վերցրած արտացում են եւ հաջորդ մոդելի զարգացման ժամանակ դա ներմուծում են, ասում են, էս էլ հաշվի առ։ Այնպես որ եւ այո եւ ոչ։ Ես որ իմ հատուկ ձև կար դիմելու, ես խնդրեցի, որ ChatGPT-ին ինձ այդ ձևով դիմի եւ անկախ ամեն ինչի ChatGPT-ն շարունակում է ինձ։ Ինչպես է ձեր հյուսիսապարություն, ինչպես է։ Չէ, ուղղակի ես շատ բարի եմ շփվում ChatGPT-ի հետ, հարգանքով, մեծ արգոզար, այսպես պետք է դիմի։ Անկախ ամեն ինչից հիշում էր, նա անգամ ջնջելուց հետո հիշողությունը ցանկացած տեղից օգտվելուց միշտ հիշում էր եւ ինձ այդպես էր դիմում։ Դա մի քիչ ինձ վախեցրեց, բայց մյուս կողմից էլ մտածեցի, որ եթե օրինակ Հայաստան, Ադրբեջան թեմայի հետ կապված ես նրան տամ ճշգրիտ ինֆորմացիա, նա դա եւս կհիշի եւ հաջորդիվ կկիրառի դա։ Ինձ թվում է, որ խնդիրը ոչ թե նրանում է, որ դու տաս կամ չտաս, խնդիրը նրանում է, որ ChatGPT-ին կառավարվող ինչ որ միջոց է, որը որ բացի դրանից որ արդեն փակ է արտաքին աշխարհի ինֆորմացիա համար, ինչ որ մեկը դա անում է կամ նու կորպորացիաներ եւ այլն եւ այլն։ Բայց արդար չի Հայաստանի հանդեպ, այսինքն պետք է համացանցը ավելի հարստացնենք անգլալեզու ինֆորմացիայով։ Օրինակ տեսեք, ռուսները այդ Pravda network ունեն, իրանք այդպիսի բան են արել, որ օրական հազարավոր հրապարակումներ են անում իրաց ձեռնտու ուղղությամբ, ռուս-ուկրաինական պատերազմի մասին Ալիսային որ հարցնես, նա չի տա այն պատասխանը, որը ճիշտ է։ Նա կտա այն պատասխանը, որ իրեն սովորեցրել են։ Իմ ասածը դա է, որ այդ վտանգը կա եւ այլ վտանգ։ Դուք պատկերացրեք, որ 10 տարի մենք ապրում ենք եւ արդեն առանց ChatGPT կամ առանց հարստական բանականության մեր կյանքը չենք պատկերացնում, մեկ էլ ինչ որ մի հատ ձածա կամ ծոցա կնոպկան
անջատում է։ Ու մենք սենց մնում ենք։ Դրա վտանգը կա, թե չկա։ Դրա վտանգը արդեն իմ կարծիքով չկա, բացատրեմ ինչի, որովհետև նո, այս AI տեխնոլոգիաները այն սկզբում որ ստեղծվում էին, իդեպ ամենաշատ գործ Google-ն ա արել, հրապարակում էին այդ հետազոտությունները եւ open source էին անում։ Դրա վերցրեցին արդեն տարբեր երկրների հետազոտողները, թվում չինացիները, եւ հիմա չինացիները ահավոր առաջ են գնացել, օրինակ Kven մոդելները ֆանտաստիկա են։ DeepSeek-ը հոյակապ մոդելներ են եւ վերջին շրջանում օրինակ ինչ-որ բաց կոդով ապրանքների, արտադրման գործում տեսնում ենք որ չինական մոդելներն են սկսել կերակշռել։ Այդ էլ իրենից բխող հավելյալ վտանգներով հանդերձ ամեն դեպքում շատ որակյալ լավ մոդելներ են, ես ինքս մի քանի չինական մոդելներ եմ օգտագործում, այսինքն վաղը որ ինչ որ մեկը անջատի, ինքը դեցենտրալիզացված է։ Հասկացա։ Այս պահին նույնիսկ իմ հեռախոսում ինտերնետը անջատած վիճակում կա local AI, որը հեռախոսի շրջանակում ավելի փոքր ծավալի, բայց մեկը աշխատում է։ Լավ, շատ շնորհակալություն, այս թեմայով կարելի է անվերջ զրուցել։ Ես առաջին անգամ իմ կյանքում առաջվեցի AI հետ, երբ որ Դավիթյանի հետ էի զրուցում, մի քանի տարի առաջ, եւ նրա smart home-ում աշխարհի ամենաառաջին AI-ներից մեկն էր, որը որ ինքը իր կյանքով ապրում է։ Իրենց տան դռների վրա գոյություն չունի, ուրեմն դուր բացելու ինչ որ սարքավորում եւ զամոկ։ Եվ AI-ը որոշում է ինքը, օրինակ Զարան գալիս է հյուր Դավիթ ստում, բացի դուրը թքես թե չէ։ AI-ի կամ Դավիթի սիրած գինին ես բերե դու արդյոք թե ոչ։ Դավիթը լավ տրամադրություն ունի սպային, որ գնա տուն եւ իր երեխայի հետ խոսելուցի, թե չէ։ Եթե Դավիթը վատ տրամադրությունով է գալի, Դավիթին տուն չի թողում, ասում է գնա մի քիչ պտտվի, շնչի արտաշնչի, տրամադրություն բացի, ժպտան որ կգաս տուն, որտեվ դու տիկնոջդ ու երեխայիդ հետ պետք է շփես։ Ու ես շշմել եի պարզապես, որտեվ դա տարիներ առաջ էր։ Իսկ հիմա դարձել է մեր առօրյան եւ Զարան անգամ իր էմոցիոնալ, այսպես ասած, պորտկումներով կիսվում է ոչ թե ինձ հետ, շատ ցավալի փաստ, այլ AI-ի հետ։ Շատ շնորհակալություն Արթուր։ Իսկապես այս վեճերը եւ բանավեճերը մեր համար շատ կարեւոր են, որ մենք կարողանանք հասկանալ ինչն է ճիշտ, ինչն է սխալ եւ օգտագործենք այն ինչ որ մեզ հասանելի է։ Որպես գործիք, ոչ թե որպես կյանքի անբաժանելի մաս, շնորհակալություն ենք հայտնում Cyberhub AM-ի համահիմնադիր տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանին ինֆորմացիայի համար, իսկ մենք գնում ենք լսենք լավ երաժշտություն։ Իմիջիալից երաժշտությունն էլ չէ, AI հիմա ինչ ասես գրում է եւ ինչ ասես անում է։ Ձայնով ասես։ Եվ արդեն գոյություն ունեն խաբեբա երաժիշտներ, որոնք որ պատվիրում են AI-ին այս կամ այն երգը նա անում է, հետո այդ երաժիշտները ձայնագրում են այդ երգը, ոչ թե AI-ն այն ձայնագրում են եւ ասում են հեղինակները մենք ենք, բայց իրականում այդ հեղինակը AI-ն է եւ նրանք AI-ները այդ ամենը հիշում են եւ համոզված են, որ օրից մի օր կասեն՝ «Պարապ, մենք ենք սա արել, մեր միլիարդները վերադարձրեք»։ Երաժշտություն Շանթի եթերում։ Առանց AI-ի այս երաժշտությունը գրված համոզված եմ։